Եք որ մի օր կհայտնվեք մեկուսարանում կաթողիկոսին չդավաճանելու համար, տիրադավներին չմիանալու համար, կպատկերացնեիք, որ մի օր կհայտնվեք։ Իհարկե բոլոր սցենարներն էլ հաշվառված եղել են, բայց անակնկալներ կային ամեն դեպքում։ Ինչ փոխեց ԱԱԾ մեկուսանը ձեր կյանքում, այս ժամանակահատվածը, կալանքը։ Իրականության մեջ երեխեք, ուզում եմ առաջին հերթին ես շնորհակալություն հայտնեմ ձեզ, լրատվամիջոցներին, իմ փաստաբաններին, հոգևոր եղբայրներիս, ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, մեր հասարակական, քաղաքական, հանրային գործիչներին, բոլորին, ովքեր որ այս ընթացքում աջակցել են եկեղեցուն, մեր եկեղեցականներին եւ չեն կորցրել հավատքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապօրինաբար հայտնվել են կալանավայրերում։ Ընդհանրապես ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղելի եմ մնացել, չեմ ուղղվել այդ առումով, իմ հայացքների, իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Ինչով եք զբաղվում, մեկուսանը բոլորի համար փակ է սրբազան, ինչով եք զբաղվում, կալանքի ժամանակահատվածում։ Կարդում էինք, մտածում էինք, խոսում էինք։ Արշակ սրբազան դատարանը ձեր խափանան միջոցը փոխվեց, մինչ այս փոխելը, այսպես տարածում են փաստաբանները, որ սա քաղաքական ավելի շատ հետապնդում է։ Ինչու է պայմանավորված, արդյոք կապում եք սա նախընտրական այս իրավիճակի հետ, որ փոխվեց խափանան միջոցը։ Դժվարանում եմ ասել, սուտ կասեմ, եթե ինչ-որ որոշակի պնդում կատարեմ, չգիտեմ ինչով է պայմանավորված, հեղինակներին պետք է հարցնել, թե ինչով է պայմանավորված, ես միայն գիտեմ, որ այն ինչ-որ բոլորդ գիտեք, որ այն ամենը ինչ-որ վերագրվել է ինձ, վերագրվում է բացարձակապես կապ չունի իրականության հետ եւ ընդամենը փորձ է ահաբեկելու, փորձ է վախ ներշնչելու, որը իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Ուրախ եք, որ մեկուսարանում չեք այլևս։ Ես մեկուսարանում էլ ուրախ էի։ Հասարեն Բագրատ Սրբազանը մնաց միայնակ, Արշակ Սրբազան։ Այո, ամենա մեծ ափսոսանքը նաև այս պահին այդ է ինձ համար, որ Բագրատ Սրբազանը խցում առանձին մնաց եւ ուզում եմ, որ ամենքս էլ աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության, պնդության համար, որը իհարկե այս ընթացքում չի պակասել, ես կարող եմ ասել, եւ Աստված տա մի օր մենք բոլորս մեր համար ցանկությունների արդյունքը կտեսնենք։ Մի բան գիտեմ, ասեմ, ավարտենք, վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Սրբազան կաթողիկոսին էլ այս ընթացքում մեղադրանք առաջադրվեց եւ 7 հոգեվորականի հավանաբար տեղյակ եք դատանի որոշումը այսպես չկատարելու հոդվածով դուք ինչպես եք սա գնահատում ու մինչեւ ուր կհասնեք։ Եկեք մանրամասների մեջ միջամուխ չլինեմ, բայց այո, ես կարող եմ ասել, որ դա հերթական հակաեկեղեցական արշավի դրսևորումն է, դա դապարտալի արշավի դրսևորումն է, որը համոզված եմ որևէ արդյունք չի ունենալու։ Սրբազան բանտով, մեղադրանքներով, օրինակ, չգիտեմ, գործերով, քրեական հոգևորականներին այդ մեթոդը հոգևորականներին ճնշելու առումով աշխատում է, ուզում եմ դրա մասին Ես մի բան կարող եմ ասել, որ Գրիգոր Լուսավորիչը իհարկե որևէ մեկս հավակնություն չունենք համեմատվելու Լուսավորչի հետ, մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը 13 կամ 14 տարի խոր վիրապում գտնվեց։ Դա որքան էլ անսպասելի, ամենայն դեպս օրինաչափ երևույթ է, յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր համոզումների, իր կարծիքի համար վճարել, անգամ եթե դա արժանալու է ազատազրկում։ Այդպես ստացվում է, այդպես լինում է։ Սրբազան, ինչպես գիտեք, արդեն 10 եպիսկոպոսներից, ովքեր միացել էին այսպես այդ բարենորոգման ծրագրին,
Հովնան եպիսկոպոսը հետ է կանգնել, անգամ մասնակցել է Ավստրիայի մեր եպիսկոպոսատ ժողովին, տեղեկություններ կան, որ քանի որ այսպես Փաշինյանը ընտրական պրոցեսով պայմանավորված այսպես պաուզա են վերցրել այս հակաեկեղեցական արշավում, մյուս այսպես այդ հոգևորականներն էլ են լավ վիճակում չեն, կարծես փոշմանել են, ուզում են նորից հետ առնան, ինչպես է գնահատում սա, օրինակ եթե փոշմանեն որպես նաև հոգևորական, իրենք կարող են նորից վերադառնալ, ինչպես կաթողիկոսն է անընդհատասեր հետդարձի ճանապարհ հետդարձարեք եւ մի մոտեք այս ճանապարհին, դա հնարավոր համարում եք։ Ну ես դա կհամարեմ միակ խելամիտ լուծումը այս իրավիճակում, բայց երբ որ այդպիսի առաջարկություն լինի, ես կարծում եմ այդ ժամանակ պետք է խոսենք այդ մասին։ Սրբազան Արման Սարոյանը ինչու է ձեզ այդքան ատում, ձեր վերաբերյալ ամենակեղտոտ հայտարարությունները, այսպես ասած, միայն նա է անում։ Ձեր հարաբերությունները ինչպիսին են եղել կաթողիկոսի։ Եվ նա ձեզ վերագրվող հայտարարություններ է արել հարցազրույցներում, լրացնեմ, մասնավորապես ասել է, որ 18 թվականի նոր հայրապետ, նոր Հայաստան շարժումը որ կար, դուք մասնակցություն եք ունեցել դրա հետ, իրեն ասել եք արեք ինչ-որ գործողություններ անեն, կաթողիկոսը փոխվի, բացի այդ նաև ասում է, որ Ինձ թվում է, արդեն գիտեմ ինչ եք ասելու։ Եվ այն տեսանյութը հայտնի, որ վերագրվում է ձեզ, նա ասում է, որ կաթողիկոսն է տարածել դա։ Գիտեք ինձ թվում է յուրաքանչյուր անձի թույլ տված արտահայտությունները բնորոշում են իրեն եւ ես լրացուցիչ ջանք չեմ գործադրի ինչ-որ մեկին բնորոշելու համար։ Հիմա դուք լսել եք ինչ է ասվել, ինչ է արվել, մարդու վարքագիծը, հանրային վարքագիծը տեսանելի է, դուք ինքներդ հետևություն արեք, ես ձեզ կմնամ որևէ գնահատական տալուց, առավել եւս երբեր մշակույթում ննջեցյալների մասին ոչինչ խոսելու անհրաժեշտություն չկա։ Բայց նա ննջեցյալ չէ։ Ննջեցյալները տարբեր են լինում։ Սրբազան մի հարց էլ տամ, տեսեք Մայրաթորի դեմ Փաշինյանի այս գործողությունները, որ սկսվեցին, գործընթացը, հա, որը Փաշինյանը կոչում է բարենորոգում, ներողություն։ Եկեք քայլենք երեխեք, հենկո։ Տեսեք, երբ Նիկոլ Փաշինյանի Մայրաթորի դեմ Փաշինյանի ծրագիրը սկսվեց, մարդիկ այսպիսի կանխատեսումներ ունեն, որ այսպես են ասում, որ եկեղեցու դեմ, հա, այս պայքարի, պատերազմի արդյունքը կլինի այն, որ Փաշինյանը կհաղթի, կաթողիկոսը կհեռանա, եւ սա էլ կավարտվի այսպես Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, նկատի ունեմ, որ կաթողիկոսը կհեռանա, կամ չգիտեմ գուցե կձերբակալեն եւ այլն։ Ձեր կանխատեսումներով կամ ձեր կարծիքով ինչով կավարտվի այս արժակատումը։ Դուք հնարավոր համարում եք, որ կաթողիկոսը կնահանջի եւ որպես հարցի հավելում էլի կհեռանա ի վերջո Բեհարանից։ Ի վերջո միջազգային փորձաքննությունները հաստատեցին, որ դա որևէ կապ չունի, բայց փաստացի ստեցան իրավապահների համար դա նշանակություն չունի։ Ինչ եք կանխատեսում։ Սրբազան իմ հարցին կպատասխանեք ինչով կավարտվի վերջո։ Դա ձեր կանխատեսման։ Տեսեք, ես զերծ կմնայի հաղթանակ պարտություն եզրույթների օգտագործման այս դեպքում, այն ինչ որ կատարում է, սա ուղղակի խայտառակություն է, եւ սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ, պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են։ Եվ եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական համոզումի, կրոնական ինստիտուտի ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ինչ որ ոտնձգություն է կատարում եւ դա որոշակի հաջողություն է ունենում, դա հաղթանակ է, ես կարծում եմ դա խորապես Պյուրոսյան հաղթանակ է։ Ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել։ Իսկ ինչ վերաբերում է հաստատակամությանը, մեր եկեղեցականներին, ամենայն հայոց կաթողիկոսին, ես ասել եմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, որ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչին որ ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետ քայլ կատարվի եւ նահանջ կատարվի թե կաթողիկոսի կողմից եւ թե այն հոգեվոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտել են։ Բայց մտավախություն չունեք, որ ընտրություններին, եթե իշխանությունը նորից վերընտրվի, իրենց դիրքերը կամրապնդվեն եւ ավելի այսպես հուշկու այս գործընթացները կիրականացնեն։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում կանխատեսել, հատկապես երևույթներ կա, որոնք հիշեցնում են այդ հիմա գարնանամուտ է, չէ, գարնանամուտին այս ձմեռային ցրտից
արթնացած ճանճի շարժումները, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հիմա երբեմն իշխանությունների գործելավոճը ինձ դա է հիշեցնում։ Վարքագիծը որևէ տրամաբանության չի դիմանում։ Համենայն դեպս ես դժվարանում եմ գնահատել դա։ Ինչ է արվում, ինչի համար է արվում, ինչի վրա է վիճակը նետվում, դժվարանում եմ ասել։ Եվ Պոլսո հայոց պատրիարքը առաջարկել է կաթողիկոսին սինոդական կառույց ստեղծել, դրան ինչպես եք դուք մոտենում, արդյոք ընդունելի է ձեզ համար, որ կաթողիկոսին զուգահեռ նաև այդ խորհուրդը լինի։ Որ լինեն նաև Փաշինյանի միացած հոգևորականները այդ կազմում։ Տեսեք, յուրաքանչյուրը մեր եկեղեցականներից կարծիք դիրքորոշում է արտահայտում, Պոլսի պատրիարքն է, ինքն էլ ազատ է եղել իր դիրքորոշումը արտահայտել, այլ հարց է, որքանով դա ընկալելի է, ընդունելի է, թե ընդունելի չէ։ Այս իրավիճակի մեջ կարծում եմ, որ այդ չէր այն առաջարկը, որ պետք է հնչեցվեր։ Հիմա մենք բոլորովին այլ կացության մեջ ենք գտնվում եւ պետք է այդ կացությանը համարժեք արձագանքներ արվեն։ Տարօրինակ չէր, որ դրանից այդ հայտարարությունից որոշ ժամանակ առաջ բոլորովին այլ հայտարարություններ արել Պոլսո պատրիարքը եւ ասել էր, որ ընդունելի չէ իշխանությունների այդ ճնշումները եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ։ Ինչու դիրքորոշման նման փոփոխություն տեղի ունեցավ։ Բանալի բառը տարօրինակն էր։ Քանի որ դուք Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եք, Սահակ Սրբազանը նշել էր, որ հեղինակազրկված է Գերագույն հոգևոր խորհուրդը։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է եւ արդյոք այս հայտարարությունները հակաեկեղեցական արշավի շրջանակներում չեն տեղավորվում։ Գիտեք, հոգեբանության մեջ մի եզրույթ կա, պրոյեկտում։ Յուրաքանչյուրը փորձում է կամ կարծում է, որ այն հոգեվիճակը, որը ինքը կրում է, դա համընդհանուր երևույթ է։ Հիմա ես կարծում եմ մենք այդ դեպքում գործ ունենք այդ հոգեբանական եզրույթի հետ։ Եթե հեղինակազրկվել է, ինքն է հոգևոր խորհրդի ատենապետը։ Կարող է ինքը այդպիսի զգացումներ ունի, ես այդպիսի զգացումներ չեմ ունեցել, ընդհակառակը այս ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի թե հեղինակությունը, թե վարկանիշը անհամեմատ ավելի բարձր է։ Եվ դուք լրագրողներ եք, հանրային ընկալումներին շատ ավելի ծանոթ եք, կարծում եմ կհաստատեք իմ։ Հակընդդեմ հայց ներկայացնել կեղծված տեսանյութի տարածմանը, վերջո հերքելու, հա, նաև ձեր անվան հետ կապվող այդ Հանրությունը կարծում եմ միարժեք։ Ես բացարձակապես Հայաստանում գոյություն ունեցող արդարադատության նկատմամբ վստահություն չունեմ եւ չեմ կարծում, որ իմ նկատմամբ վստահությունը պետքա դատարանի որոշումով վերականգնվի։ Հանրային ընկալումների մեջ ես դա տեսնում եմ, զգում եմ եւ դրանով ես լիարժեքորեն բավարարված եմ։ Առայժմ ես ձեռնպահ կմնամ այդ ուղղությամբ որևէ այլ քայլ անեմ։ Փորձակնությունները եկել են հանրային լայն շրջանակներում։ Ոչինչ չի ասում Սրբազան։ Այդ դեպքում ինչ արել, ելքը որն է։ Դե փառք Աստծո, մենք քննիչների համար չէ որ աշխատում ենք։ Սրբազան ձեր հոգևոր ծառայությունը շարունակելու եք էջմիացնում, թե սահմանափակումներ են դրված։ Հիմա ես առիթ չեմ ունեցել փաստաբանների հետ խոսեմ, հասկանամ ինչ սանկցիաներ են կիրառվում։ Դուք դիվանապետի պարտականությունները ստանձնել եք, հիմա Դա նշանակողը ազատողը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Այսինքն չէ նկատում եմ սահմանափակում չկա այդ պարտականությունները կատարել։ Ես հիմա նոր դուրս եկա, ես տեղյակ չեմ։ Իսկ Արման Սարոյանի հոգևոր խորհրդում ով է առաջարկել, որպեսզի կարգալույծ անեն Սրբազան։ Դժբախտաբար ես խցից on-line հետևելու հնարավորություն չունեի։ Իսկ դուք այդներ եք տեղեք շաբաթ առաջին բանը ինչն է լինելու, որ անելու եք։ Գտանք, կտեսնենք։ Վեհափառին տեսնել, քանի որ փաստաբանները նշեցին, որ վեհափառը գործով վկայի կարգավիճակ չունի, Դեռ 20 կիլոմետր 20 րոպե ժամանակ ունեմ կհասցնեմ մտածել։ Եվ դուք տեղյակ եք, որ այս կառույցը մի թուղթ է հրապարակել լրատվամիջոցներից մեկի միջոցով եւ նշում է, որ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, կարոմականվամ, դրա հետ կապված ինչ կասեք, այդ թուղթը ինչ որ Ինձ թվում է դրա մասին բավականաչափ խոսվել է, ասվել է եւ հատկապես եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակներում այլևս կարիք չկա ես գնահատականներ տամ, հերթական դրսևորում։ Ստորագրված թուղթ հրապարակեցին, որ Աննա ջան կներես, բան եմ ճշտում, ստորագրված թուղթ հրապարակեցին, որ Եզրա Սրբազանը հանձն է առել հատուկ ծառայության հետ համագործակցել։ Այդ մասին հրապարակում հերքում չի եղել։
Եղել է թե չի եղել։ Իսկ այդ ստորագրված Եղել է թե չի եղել։ ստորագրությունը կեղծ է եղել։ Եղել է թերքում թե չի եղել է, եղել։ այսինքն Հիմա ինձնից ստորագրությունը ինչ եք ուզում։ Ուզում եք որ ես ուրիշ բան ասեմ։ Հատկապես Թերքում եղել է։ սովետական տարիներին մշտապես համագործակցել են հատկապես բարձրաստիճան հոգևորականները հատուկ ծառայությունների հետ։ Այդ մասին հերքում եղել է եւ ես կարծում եմ կարիք չկա այդ մասին ես որևէ արտահայտություն թույլ տամ։ Հերքվել է եւ գիտեք թե համատեքստը ինչ է, եկեղեցու նկատմամբ ինչպիսի գործողություններ են արվել, դրանցից հերթականներ։ Այստեղ պահվելու ընթացքում հատուկ վերաբերմունք ձեր նկատմամբ եղել է աշխատակիցների կողմից, ինչպես է եղել վերաբերմունքը ստեղծված։ Շատ լավ։ Հարգալի։ Զարմանում եք։ Զարմանում եք։ Շնորհակալություն երեխեք ջան։ Շատ շնորհակալ եմ, զգացված եմ։ Կներեք, որ այս ակամա իրավիճակում ակամա այնպես ստացվեց, որ դեզ էլ ներողություն տվեցինք այսօր այս պահին այստեղ գտնվելու համար։ Շնորհակալ եմ։